Գետնի տակ են ջուր կերթան, եկեք նայենք ուր կերթան, գետնի տակ են ջուր կերթան, եկեք նայենք ուր կերթան։ Սա իդեալական խաշլամա է, իսկական խաշլաման հետ սենց է լինում, տեսեք ինչ ընտիրա, այսպես դասավորում ենք։ Անունը չեմ լսեր ինչ է, յարս թոք մանչմն է, անունը չեմ լսեր ինչ է։ Ջերմ ողջույն արգելի հետևորդներ, երկար դադարից հետո ես կրկին ասում եմ այս արտահայտությունը, քանի որ մենք կրկին միասին ենք շուրջ 3 ամիս դադարից հետո։ Այսօր պատրաստելու ենք հայկական ավանդական խաշլամա, կիսվելու եմ մի շարք գաղտնիքներով, ինչպես միշտ, այնպես որ առաջարկում եմ արագ անցնելու գործի։ Դե ինչ խաշլամայի համար այսօր վերցրել եմ տավարի միս, ինձ մոտ 1.5 կիլոգրամ տավարի միս է, ոսկորոտ 1-2 կտոր այսպես ոսկորոտ է, մնացածը փափուկ է, հիմա մշակելու ենք ձեզ հետ միասին, խոսենք ավելի մանրամասն, անհրաժեշտ է լինելու կարմիր պղպեղ կամ կանաչ պղպեղ, ինչ ուզում եք այն էլ վերցրեք, սեզոնային թարմ պղպեղներից ցանկալի է որ օգտվեք, անհրաժեշտ է լինելու սող, 2 գլուխ եմ վերցրել, այսպես միջին։ Լոլիկ, ինչպես նկատում եք, շատ եմ վերցրել, քանի որ ես շեշտը դնելու եմ այսօր լոլիկի հյութի վրա, այլ ոչ թե ջրի, չնայած որ քանի որ խաշլամա է, ավելացնելու եմ որոշ քանակությամբ հեղուկ, մոտ 100-200 մլ, ոչ ավել։ Գազարը ըստ ցանկության է, ես այսօր կավելացնեմ, դուք կարող եք չավելացնել ընդհանրապես, եւ 1 ամբողջական փունջ խառը կանաչի, այստեղ գիտեք ռեհան է, համե, մաղադանոց, սամիտ եւ կարծես թե վերջ, իհարկե չենք մոռանում կարտոֆիլի մասին, օգտագործել եմ այսպիսի մանր կարտոֆիլ, մոտ 2 կիլոգրամ է ինձ մոտ այստեղ, արդեն ինչպես տեսնում եք լավ լվացել եմ եւ միսն էլ շատ լավ լվանում ենք, քանի որ ես չեմ եփելու առանձին միսը, այլ պատրաստելու ենք իսկական ավանդական ձևով, համաձայն որի առանձին միսը երբեք չեմ եփում եւ համեմունքներ աղ, սև եւ կարմիր պղպեղներ խառնելու եմ հիմա այս բոլորը միասին եւ ավելացնելու ենք շերտերի արանքներում։ Դե ինչ, միանգամից ասեմ, որ բանջարեղենը ես կտրատելու եմ կլորավուն, կցուցադրեմ մի փոքր ավելի ուշ, հիմա ավելի կարեւոր բաներին անցնենք, դա է միսը։ Միսը ես հատուկ չեմ մշակել, որպեսզի մենք մշակենք միասին եւ ստանում ենք այսպիսի խոշորության կտորներ, տեսեք, ջլերը, ոսկորը, ամբողջը միասին, հենց սա իդեալական խաշլամայի համար նախատեսված մսի կտորներ են։ Դնում եմ մի կողմի վրա, այստեղից էլ այս կտորը կառանձնացնենք, այսպես։ Եվ դանակն ինձ մոտ շատ սուր է, պարզապես շատ ջլոտ էր, դրա համար դժվար է կտրատվում։ Այս էլ կթողենք հենց այսպես, տեսեք, ոսկորը եւ յուղը ու ջլեր են, իդեալական համ կհաղորդի միանգամից, հենց այս կտորը ողջ խաշլամային, թողեք այս կտորները, հենց այսպես, լրիվ համապատասխանում են։ Անցնենք փափուկ կտորներին եւ նույնպես կտրատում ենք այսպես միջին կտորներին։ Շատ մեծ պետք չի, պետք է հասկանալ, որ ջուրը շատ քիչ է լինելու եւ մենք պետք է հասցնենք եփել այս ամենը, պետք է հասցնի եփված լինել, այսպես։ Այսպես կթողնենք, սա էլ երկու մասի, լավ է։ Ինչ վերաբերում է այս կտորին, նորից ամբողջության ոսկորը, տեսեք, այս հատվածը բոլորը թողնում ենք, ձեռք չենք տալիս։ Թողնում ենք հենց այսպես այս կտորը։ Մսի հետ կապված ամենը ձեզ ասեցի, դնում ենք նորից ափսեի մեջ եւ անցնում ենք բանջարեղենը կտրատելու։ Հայկական օրինակ եմ ցուցադրում, քանի որ իմաստ չունի ամբողջը ցույց տալ, սոխը կտրատում ենք այսպես կլորավուն, այսպիսի հաստության, տեսեք, շատ հաստ չենք անում, շատ բարակել եւս, այսպես։ Դնելու ենք, կրկնում եմ արանքներում, այնպես որ իմաստ չունի, շարովի խաշլամա ենք պատրաստելու, ձեզ հետ միասին եւ շատ զգուշ ենք կտրատում, հաշվի առնելով, որ մեզ մոտ դանակը շատ սուր է եւ մյուսը եւս։ Նորից, այսպիսի
կտորների։ Լոլիկը նույնպես այսպես մի քիչ հաստոտ կլորավուն կտորների ենք բաժանում, այսպես։ Վերջի հատվածից այսպիսի մասերի կբաժանենք, կհեռացնենք պտղակոթը իհարկե, վերջ, սա մեզ անհրաժեշտ չէ, պղպեղը կլորավուն ենք նույնպես կտրատում, այսպիսի կտորների ենք բաժանում, գազարն է մեզ մոտ մնացել ցուցադրելը, կլորավուն, շատ բարակ չենք անում, որպեսզի չհալվի, չվերածվի խյուսի, բայց լինի շատ փափուկ։ Այսպիսի հաստությամբ։ Մի քիչ հաստ, մի քիչ բարակ, ոչինչ, որևէ բան չի փոխվում դրանից։ Հիմա մնացածը կտրատեմ եւ անցնենք առաջ։ Մի անգամից ասեմ, որ կարտոֆիլը ես չեմ կտրելու։ Հատուկ ընտրել եմ այսպիսի փոքր կարտոֆիլներ, որպեսզի այդպես հենց կլորավուն դնենք, բայց միանգամից չենք դնելու ենք պատրաստման կեսից, որպեսզի նույնպես կարտոֆիլը չվերածվի խյուսի։ Դե ինչ ամեն բան կտրատված է մեզ մոտ, ինչպես նկատում եք շատ պարզ է, այս տարբերակով, այս ձևով պատրաստել է եւ հատակին դնում եմ ես չգիտեմ ով ոնց, բայց ես լոլիկից եմ սկսում, դասավորում եմ խաշլաման լոլիկից, դրա համար եմ այսպես կտրատել, այսպես, շերտով դասավորեցինք լոլիկը, ավելացնում ենք սոխից, պարտադիր չի, որ հենց այդպես կլորավուն լինի, սոխը կարող ենք բացել նաև, և ես հենց այդպես էլ անում եմ, ինչպես նկատում եք, այսպես։ Դրեցինք, հիմա ժամանակն է դնել մսի կտորները, սակայն մինչ այդ խառնում ենք այս ամենը, այսինքն աղը, ծև և կարմիր պղպեղները։ Մի փոքր կվերցնեմ մեկ պտղունցի չափով և այսպես աղ, ծև և կարմիր պղպեղ կանենք լոլիկի և սոխի վրա։ Ամեն բան պետք է լինի շատ լավ համենված, որպեսզի լինի շատ համեղ։ Հիմա դասավորում ենք միսը, այսպես, շատ քանակությամբ, ինչպես նկատում եք, այսօր չեմ պատրաստում, ընտանիքի համար ընդամենը 1-2 կիլոգրամ, դրեցինք միսը, հիմա նորից աղ, սև պղպեղ և կարմիր պղպեղ ենք այսպես լավ վրայից անում, շաղ ենք տալիս այսպես, որպեսզի լավ համեղվի միսը, ավելացնում ենք ամբողջ գազարը, հերթականություն որպես այդպիսին գոյություն չունի, ոնց ուզում եք հենց էլ արեք, կարող եք մի քանի շերտով անել, բայց քանի որ ես կարտոֆիլել եմ ավելացնելու, դրա համար 1 շերտով եմ անում, 1 ընդհանուր շերտով, ինձ լրիվ բավական է։ Ավելացնում ենք գազարը, այսպես, պղպեղները, այսպես շատ ախորժելի է մեզ մոտ սոխը, ավելացնում ենք մնացած ամբողջ սոխը, նորից բացելով, այսպես, որևէ դափնու տերև, որևէ նմանատիպ համեմունք ավելացնելու կարիք չկա, կան բլոգերներ, կան խոհարարներ, ովքեր առանձին եփում են տավարի միսը դափնու տերևով, աղով, բահարով, ես նման բան չեմ անելու, ես չեմ ուզում բնական համին խփել, կոտրել բնական համը, այլ ընդհակառակը ուզում եմ, որ ամեն բան լինի չափի մեջ, ոչ շատ համենված և շատ համեղ, որովհետև ամենահամեղը բնականն է, ինչպես գիտեք, առանց որևէ ավելորդ համեմունքների։ Հիմա այստեղ ես կավելացնեմ ամբողջ կանաչին, կտրատել եմ խոշոր 3-4 մասի, ընդհանուր 1 փնջով 3-4 մասի եմ կտրել, ես չեմ ցուցադրել, բայց
Այդպես դուք էլ արեք, տեսեք, մի փոքր կխառնենք, որ այսպես խառնվի, այսպես, սիրուն դասավորում ենք, մի փոքր սեղմում, չենք մոռանում, որ մենք դեռ կարտոֆիլ ունենք այստեղ ավելացնելու, ավելացնում ենք մնացած ամբողջ լոլիկը, այսպես, լավ է, ավելացնում ենք մնացած կանաչին, ինչը որ մնացել է, ոչինչ չենք թողնում սեղանին, այսպես, և էլի մի փոքր աղ, սև պղպեղ, կարմիր պղպեղ, այսպես, դե ինչ հիմա մեկ կարևոր բան, քանի որ սա խաշլամա է, եթե սա լիներ բուղլամա օրինակ, ես ոչինչ չի ավելացնի, նկատի ունեմ հեղուկի տեսակետից, այլ կդնեի հենց այսպես ամենամինիմալ կրակի վրա, սեփական հյութի մեջ եփվելու, սակայն խաշլամայի դեպքում, ինչպես ընդունված է, մենք շատ քիչ քանակությամբ, առավելագույնս 200 մլ հեղուկ ենք այստեղ ավելացնում, շատերը ավելացնում են գարեջուր, ես գարեջուր չեմ ավելացնում, ավելացնում եմ սովորական 1 բաժակի չափով ջուր և ոչ ավել, վերջ։ Ինչ վերաբերում է կարտոֆիլին, ապա այն ինչպես արդեն ասացի, հիմա մենք չենք ավելացնելու, քանի որ այն հյուսի կվերածվի պարզապես վերջերում, այլ կավելացնենք պատրաստ լինելուց մոտ 1 ժամ շուտ, որպեսզի ամեն բան լինի լիարժեք, գեղեցիկ և պատրաստ։ Մտցնենք կրակի մոտ և եփենք խաշլամը։ Դե ինչ միացրեցինք կրակը ամենամինիմալի, փակում ենք կափարիչով և եփում ենք, կրկնում եմ 3-ից 4 ժամ, թողնում ենք, որ այս հյութի մեջ և մի փոքր հեղուկի մեջ, ջրի մեջ, ինչպես հարկն է եփվի միսը և բոլոր բաղադրիչները փոխանցեն միմյանց իրենց համերը։ Հարգելի հետևորդներ, անցել է 30 րոպե և մի փոքր ավել և անձեն աչքով երևում է, որ արդեն տեսեք, ձեզ ցուցադրեմ։ Անձեն աչքով երևում է, որ հեղուկը արդեն արտադրվում է, տեսնում եք, սա լոլիկի հեղուկն է, ջուրն է, այսպես, իսկական խաշլաման պետք է հենց այսպես եփվի, մարմանդ, ցածր կրակով և սեփական հյութով և մի փոքր ավելացված հեղուկով։ Հիմա փակում եմ, շարունակում ենք եփելը և մոտարապես 1 ժամից, 1.5 ժամից արդեն կավելացնենք կարտոֆիլը, կցուցադրեմ և կխոսեմ։ Գետնի տակ են ջուր կերթան, եկեք նայենք ուր կերթան, գետնի տակ են ջուր կերթան, եկեք նայենք ուր կերթան, ախանջիգար իմ յարը, ինձ ուր թողած ուր կերթան, ախանջիգար իմ յարը, ինձ ուր թողած ուր կերթան, յարս թոք մանչմեն է, անունը չեմ լսեր ինչ է, յարս թոք մանչմեն է, անունը չեմ լսեր ինչ է, կեցած էր այն անկյունը, աչքով ու քով կգրնին, կեցած էր այն անկյունը։ Այս մոտ անցել է ուղիղ 1.5 ժամ և ժամանակն է ավելացնելու կարտոֆիլը և եփելու ևս 1 ժամ առնվազն, ինչպես նշեցի 2.5-ից 3 ժամ։ Հիմա բացենք, շատ ախորժելի է և շատ համեղ բույր է ընկել, ամբողջ խոհանոցով դուք է պատրաստեք և համոզվեք։ Հիմա ավելացնում ենք կարտոֆիլը ևս 1 շերտով, ինչպես մնացած բոլոր բաղադրիչները, այսպես։ Ահա, կարտոֆիլներ ավելացրինք, մի փոքր նորից շատ քիչ աղսև պղպեղ, կարմիր պղպեղ վրայից, որպեսզի համեղ լինի, այսպես, վերջ,
Նորից փակում ենք հիմա կափարիչով եւ էլի ամենամինիմալ կրակով եփում եւս 1 ժամ առնվազն։ Դե ինչ ընկերներ, տեսեք ինչ է տեղի ունենում, փաստորեն կարտոֆիլը տեսնում եք սեղմել է, ամբողջ զանգված է, ամբողջ լոլիկը, որը վերևում էր եւ հեղուկը բարձրացել է վերև։ Մենք շատ ճիշտ չափաբաժին ենք ընտրել ջրի, ինչպես նկատում եք, սրանից ավել ոչինչ մեզ անհրաժեշտ չի, սա իդեալական խաշլամա է, իսկական խաշլաման հենց սենց է լինում։ Շուտով ես անցել ասեմ 2 ժամ եւ շուտով ես արդեն կփորձեմ միսը, բայց համոզված եմ, որ մոտավոր 30 րոպեից արդեն լիարժեք կլինի պատրաստ ու մենակ միսը չէ, այլ նաեւ կարտոֆիլը։ Հենց որ սպասենք եւս 30 րոպե, որից հետո արդեն պարզ կլինի հետագա գործողությունները։ Եվ ամենակարևոր բանը, կարծում եմ շատերդ գիտեք, բայց ամեն դեպքում նաև հիշեցնեմ, որ երբեք որևէ դեպքում մենք ոչինչ այստեղ չենք խառնելու, այլ թողում ենք այնպես, ինչպես կա։ Խաշլաման, ինչպես տոլման, որևէ դեպքում չեն խառնում։ Դե ինչ հարգելի ընկերներ, 3 ժամ է անցել մեզ մոտ եւ կարծում եմ բավական է։ Ես ստուգեցի միսը մոտավորապես 30 րոպե առաջ, այն եփված էր շատ լավ, սակայն մի թեթև տեղ ուներ դեռ եփվելու, քանի որ խաշլամայի միսը պետք է պարզապես պոկվի ոսկորներից, հենց դա է լավ խաշլամայի գրավականը։ Կարտոֆիլը ամբողջությամբ պատրաստ է եւ միսն էլ արդեն հետը, քանի որ անցել է 30 րոպե։ Ես հիմա կանջատեմ, կարող ենք արդեն մատուցել եւ վայելել։ Իհարկե շատ տաք է դեռ, այդուհանդերձ հիմա դնենք արդեն զգուշորեն մատուցվող ափսեի վրա, տեսեք ինչ ընտիր է, այսպես դասավորում ենք, հայկական ավանդական խաշլաման իմ կատարման պատրաստ է արդեն, դուք էլ պատրաստ եք այս բաղադրատոմսով, հետևեք կանոնակարգերին, որոնց մասին ես ձեզ ասել եմ եւ հաստատ ստանալու եք ընտիր խաշլամա։ Այսօրվա համար այսքանը, շնորհակալություն տեսանյութը դիտելու համար, իսկ մենք շուտով կհանդիպենք։ Yarız top top maçları, anını çemleser ince. Yarız top top maçları, anını çemleser ince.